Գաղտնիքների գիրքը, էպիզոդի թողարկում 2025-2026 Գրավոր խոսքը տեղեկացնում է, որ բոլորը մեղանչել են, այդպիսով նրանք դատապարտված են, միայն դատաստանն է լուծում խնդիրը։ Հոգոր աշխարհները ներկայացնում է գրավոր խոսքը, որը տեղեկացնում է բոլորին, որ դժոխքը երկրի վրա է։ Մարդու ծագումը բացահայտում է, որ մարդու գենոմի նախագիծը նույնականացրել է 3 տեսակ։ Աստվածաշնչյան լուծումը յուրաքանչյուրին հրահանգում է, թե ինչպես գտնել թագավորությունը ստանալ աստվածային պարկ։ Նիբիրու 2025 թվականի հոկտեմբերի անցումը խորհրդանշում է հազարամյա թագավորության ավարտը, ավարտից առաջ գտնվող փոքրիկ սեզոնի սկիզբը։ Հոգին տեսանյութերով լուսանկարներով բացահայտում է, որ երբ մարդը մահանում է, մի կերպարանք լքում է նրա մարմինը կանգնում դրա կողքին, նախքան մառախուղի մեջ անհետանալը։ Մահվան ճանապարհորդությունը բացահայտվում է, քանի որ շատերը չգիտեն, թե դա ինչ է, ուր են գնում։ Դատողությունը դրսևորվում է որպես մարդու ընտրությունների գումար, որը կշռադատվում է արդյունքի հասնելու համար։ Աստվածաշունչը մարդկության բոլոր գրվածքների հիմքն է, զուգահեռ հետազոտությունները բացահայտում են ճշմարտությունը, որը ազդում է բոլորի վրա։ Հափշտակությունը ժամանակակից մեկնաբանություն է, բայց ցանկացած մարդկային մարմին, որը բարձրանում է մթնոլորտ, սարսափելի մահ կապրի։ Փրկությունը վերակառուցվում է գրավոր խոսքի մեջ նպատակասլաց տեղադրությունից, կանխելու համար այնպիսի հղում ունենալը, որը կարող է վերանայվել, կիսվել, քննարկվել ցանկացածի կողմից։ Խելքի գաղտնիքն այն է, որ այն մնում է գաղտնիք ներկայում, քանի որ այն յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս վերահսկել իր միտքը։ Մարդկության նշանները նկարագրված են գրավոր խոսքով, հետազոտության արդյունքում մշակված բջջային հավելվածը կներկայացնի լուսանկարչական ապացույցներ, նշանառության առկայությունը հաստատելու կամ հերքելու համար։ Ինչ սպասել, ինչ է դա լինելու, բաժանորդագրվեք կամ մասնակցեք, դուք կսովորեք, կիմանաք, կհասկանաք։ Կամ կարող եք մեզ սուրճ հյուրասիրել։